Առաջին լուրը 3 ուշ երեկոյան արտակարգ դեպք է գրանցվել Գլենդելում։ Ժամը 22-ի սահմաններում պիկափ ավտոմեքենան երկրորդ մայրուղու հարակից տարածքում դուրս է եկել երթևեկության գծերից, բախվել է բլրին եւ բռնկվել։ Բոցերը տարածվել են նաև հարակից բուսածածկի վրա։ Երբ առաջին արձագանքողները հասել են դեպքի վայր, վարորդը դեռևս մեքենայի ներսում է եղել։ Հրշեջները կոտրել են մեքենայի պատուհանը եւ կարողացել են նրան դուրս բերել վայրկյաններ առաջ, քան կրակը լիովին կուլ կտար մեքենան։ Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը ասում են, որ կայուն է, սակայն դեռևս չի հրապարակվում նրա ինքնությունը։ Հրշեջները մի քանի ժամ շարունակ պայքարել են կրակի տարածման դեմ։ Նրանք ստիպված են եղել բազմիցս վերահսկել նոր բռնկումները։ Ականատեսների տվյալներով ավտոմեքենան հնարավոր է գլորվել է վերևի ճանապարհից, Չևիչես հատվածից։ Տեսագրություններում երևում է, թե ինչպես են հրշեջները բարդ պայմաններում բարձրանում լանջը, հասնելու բոցերի մեջ հայտնված մեքենային եւ միաժամանակ ջուր ցողում տարբեր ուղություններից։ Դեպքի մանրամասները դեռևս հետաքննվում են։